Հայաստանի հետ։ Անցյալ տարի իհարկե մեծ էր աշխատանքը նաև Սփյուռքում այցերի միջոցով եւ նաև հյուրերին ընդունելու միջոցով, որտեղ մենք փորձում ենք մեր հայրենակիցներին բարձաբանել, բացատրել, թե ինչ է տեղ ունենում Հայաստանում, ինչ զարգացումներ են տեղ ունենում, ինչ է իրական Հայաստանի կոնցեպտը, օրինակ, ինչու է օրինակ, ինչու երկրում հսկայական դժգոհություն կա հայրաքելական եկեղեցու վերնախավի հայտնի անձանց հետ կապված, որովհետև Սփյուռքում բնակվելով մեր հայրենակիցները մի քիչ այլ տեսանկյունից են նայում եւ իրենց էլ շատ խաթարված ձևով է ներկայացվում ճշմարտությունը եւ սա անընդհատ մեր վրա ճնշում է դնում, որպեսզի մենք բացատրենք իրականությունը, որպեսզի կարողանանք հասանելի եւ հասկանալի դարձնել մեր հայրենակիցների համար, թե ինչու է տեղի ունենում այն, ինչ որ տեղի է ունենում։ Եվ սա շատ կարեւոր աշխատանք է, որովհետեւ կրկնում եմ ուժեր կան, որոնք օր ու գիշեր զբաղվում են հենց այդ նման զարգացումները թյուր ձևով ներկայացնելով, որը ազդում է Սփյուռքում բարոյական իրավիճակի վրա, ինչպես նաև Հայաստանի հետ կապերի վրա։ Եվ ուզում եմ նաև չմոռանալ նշել, որ անցյալ տարի նաև անցկացրեցինք մեր առաջին մշակութային համաժողովը, մեր ֆրանսահայ հայրենակիցների հետ համագործակցաբար, որի ընթացքում 250 մշակույթի գործիչներ հավաքվեցին Հայաստանում եւ խոսեցին մշակույթի հետ կապված տարատեսակ հարցերի մասին, բոլոր այն խնդիրների մասին, որոնք մշակույթը կարևոր են դարձնում մեր ազգի համար, ոչ միայն Սփյուռքում, այլ նաև Հայաստանում։